ցանկացած ղեկավար ընտրելիս կամ նշանակելիս հաշվի են առնում նրա մասնագիտական պատրաստվածությունը եւ ղեկավարելու հմտությունները, կազմակերպչական, տեղեկացված փորձ եւ այլն։ Մենք 18 թվականից սկսած 21-ին հատկապես սխալ ընտրություն արեցինք։ Ընտրեցինք մարդու, ով ոչ մի ղեկավարման փորձ չուներ, չհաշված որ դիվանագիտական աշխատանքի փորձ չուներ։ Եվ գիտեք էլի, դիվանագետ կարող են աշխատել հազվադեպ մարդիկ, նույնիսկ բարձրագույն համապատասխան կրթությունը դեռևս ցուցիչ չէ եւ պայման չէ։ Բայց մենք ում տվեցինք մեր երկրի ղեկավարումը։ Մեկին, որը հայտնի էր դեռ այն ժամանակ շանտաժիստ, մանիպուլյատոր եւ այլն մականուններով։ Ես իրեն ճանաչում եմ ուսանողական տարիներից։ Ունեմ բոլոր իր հրատարակած թերթի համարները այսօր էլ։ Եվ ընթացքում համոզվեցի, որ այս մարդու մեջ կա ատելություն, չեմ հասկանում պատճառը, հայկականի հերոսականության, ընտանիքի, ամենայն լավի հանդեպ։ Եվ մենք այս 5 տարվա ընթացքում կորցրինք մեր արժանապատվությունը որպես ազգ, որպես պետություն, որպես միջազգային միավոր։ Մենք շատ կորուստներ ունեցանք, կորցրինք Արցախը, այնպես հեշտ մատուցեցին սկուտեղի վրա, կարծես իրենց հորտնից էին բերել, կամ հավիճ ուտեր, էլի, բռնեցին ու շպրտեցին։ Եվ այսօր որպես հայ, ինչպես ենք զգում մեզ, ինչ ապրումներ ունենք, ես չեմ կարողանում առանց հուզվելու խոսել Արցախի մասին։ Եվ ինձ համար անհասկանալի էր մեր ժողովրդի վերաբերմունքը այն հարցին, երբ այսպես կոչված առաջին տիկինը իբրև հայտարարեց դեռ պատերազմից առաջ, փամփուշտներից պատրաստեց խաչ եւ հայտարարեց, որ այդ զինվորները զոհվել են հանուն ոչնչի եւ նրանք իրենց թայֆան ներեցեք բառիս համար ամեն ինչ արեցին, որ այս հայտարարությունը ճիշտ լինի։ Եվ այսօր այն հողը, որը ներկված է մեր զավակների արյունով, արդեն մերը չէ։ Այսինքն այդ արյունը հեղվել է հանուն ոչնչի։ Ոչ թե այս 30 տարվա ընթացքում, այլան հազարավոր տարիների ընթացքում, որ մարդիկ ատամներով այդ հողը հայ են պահել։ Եվ այսօր մեր այսպես կոչված վարչապետը հայտարարում է, որ Արցախը երբեք հային չի եղել։ Ես ուզում եմ հարց տալ իրեն. ձեր դպրոցում պատմություն են անցել, դու պատմություն ես սովորել, այդ որ գրքում ես կարդացել այդ հայտարարությունը, թե Զիա Բունյաթովի գրքերով ես առաջնորդվել, որը նույնիսկ սովետական տարիներին ամեն ինչ անում էր, որ Ադրբեջանը որպես ազգ գիտակցվի ու ընդունվի։ Ով չգիտի։ Եվ ես գիտեք ինչից եմ վախենում, որ այս ամենը սեփականացնելուց հետո արևմտյան Ադրբեջան ասեն հայ գոյություն չի ունեցել, այդ ինչ որ սարքել ենք մենք մեր հին անունը հայ էր, ու մենք գնում ենք այսօր դրան։ Ես զարմանում եմ միայն այն մարդկանց վրա, ովքեր բարձրագույն կրթություն ունեն ու պաշտպանում են սրանց։ Ես Ռոբերտ Քոչարյանի վստահված անձն եմ եղել առաջին ընտրության ժամանակ։ Այս նույն հարթակում իր բոլոր ընտրություններին ելույթ եմ ունեցել։ Ու ես հետաքրքրվել եմ արցախցի իմ ընկերներից, թե ով է նա, դեռ ինքը Արցախի նախագահն էր։ Եվ այս ընթացքում համոզվել եմ, որ ազնիվ մարդ է, ուժեղ է, կարողանում է իր խոսքը կատարել, պատասխանատու է, եւ գիտեք, ամեն մեկը չի կարող դիմանալ այս ամեն կորուստներին, ինքը հայրենիք է կորցրել, գերեզման է կորցրել, բայց դուք տեսնում եք իր ինքնատիրապետումը, տեսել եք իրենից մի վատ բառ, մի հայոյանք, մի ինքնատիրապետման կորուստ, չեք տեսել, ուժեղ է նա, իսկ մեզ այսօր, այս փոթորկուն օրերին, երբ աշխարհը պատերազմների կրակների մեջ է, մեզ ինչպիսի առաջնորդ է պետք, Նիկոլի նման, ճղճղան, գորգորացող, ուտող, ուտել էլ կա, ուտել էլ եղբայր, ով է այդպես ուտում,
մեր ժողովուրդը ինչպիսի ղեկավար է տեսնում, որն է մեր ժողովրդի իդեալը, կիրթ, բարեկիրթ, ըմբռնող, հասկացող, գնահատող եւ աշխատող։ Դուք աշխատանքային մի պահ հիշում եք այս մարդուց, որ ինքը ինչ-որ կարևոր խորհրդակցություն է անում ու մի կարևոր որոշում է կայացրել։ Վերջին կարևոր որոշումը գիտեք որն էր, ասաց ես ձեր բիբարների փողը կտամ։ Որտեղից։ Հորդ տնից ես բերելու այդ գումարները, որտեղից։ Ու մեզ ձեռ առնում։ Ասում է մենք արդեն ուղարկել ենք Եվրոպա, հա։ Ոնց։ Որ ճանապարհով։ Կարող եք ասել։ Լարսը փակ է։ Բաթումիով, նավով։ Ուր պիտի գնան։ Վարդերն ուղարկում ես Բրյուսել, հա։ Ձեռ ես առնում մեզ։ Բոլոր հասկացող մարդիկ պիտի, ովքեր գրագետ են, ովքեր սիրում են այս մի կտոր հողը, նրանք պիտի ընտրեն Ռոբերտ Քոչարյանին։ Միասին կարող ենք։ Նա ով հայ է, ում համար այս երկիրը իր հայրենիքն է, ում համար իր հավատը հայ առաքելական եկեղեցին է, ում համար իր առաջին ուսուցիչը Մեսրոպ Մաշտոցն է, նա չի կարող այլ ընտրություն կատարել։ Միասին մենք կարող ենք, հայերս բոլորս։